Սա քաղաքական գործընթացի հավասարության, արդարության, մրցակցության պայմանների ապահովման տեսանկյունից լրջագույն խնդիր է։ Եթե չասեմ, ընդհանրապես խաթարման ռիսկ, որտեղ պատկերացրեք, մենք ունենք մի իրավիճակ, որ այլ քաղաքական ուժի պայմանական ներկայացուցիչը Քարոզ Արշավ է իրականացնում, ընդհուպ մինչև Սամվել Կարապետյանի վերաբերյալ խոսակցություն է ունենում, իր կողմից նախընտրական ցուցակի ձևավորմանը ակտիվ մասնակցում է, լինի դա պրայմերիզի կամ այլ ձևաչափերով, բայց մյուս կողմից ունենք ուժեղ Հայաստան կուսակցության նախագահին, ով որ 9 ամիս առանց նվազագույն իրավական հիմքի գտնվում է կալանքի պայմաններում։ Ես հատուկ ընդգծեմ, որ լինի դա կալանքը թե տնային կալանքը, դրանք երկուսն է կալանք են։ Իդեպ ասեմ ավելին, նաև կարծում եմ հետաքրքիր կլինի, նույն արդյոք կարող է ուղիղ եթեր մտնել Facebook սոցիալական ցանցով, թե ոչ, նիստի ընթացքում քննիչի կողմից որևէ նման դրական պատասխան չտրվեց։ Պրոբացիայի ծառայության կողմից ինքը ստացել եմ պատասխան, որտեղ ոչ մի նման բան գրված չէ։ Իդեպ դրա վերաբերյալ նաև հրապարակումը կատարել եմ, բայց ուզում եմ հատկապես շեշտադրեմ այն, որ դատական նիստի ընթացքում դրա վերաբերյալ քննիչի, ով որ հանդես է գալիս որպես վարույթ իրականացնող մարմին, նման գնահատական չի ներկայացվել։ Այդ իմաստով հետևությունները թողնում եմ ձեզ, բայց մի բան էլ ասեմ, դատական նիստի ընթացքում նշված հարցը մանրակրկիտ քննարկվեց, քանի որ դատական ակտը դեռևս պատրաստ չէ, դատական ակտը լինելուն պես դրա վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն անպայման կտրամադրենք, իհարկե այս դատական ակտը բողոքարկելու ենք վերաքննիչ դատարան, այն որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդումների աստիճանը բնականաբար աննախադեպ բարձր է, կարծում եմ դա եւս ակնհայտ է բոլորի համար, բայց այն որ քաղաքական հետապնդումը կարող է վերաճել եւ տրանսֆորմացվել այլևս այն աստիճանի, որ ընտրական գործընթացին ուղիղ միջամտություն հանդիսանա, սա իսկապես կարծես թե Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։